Ամիսներ առաջ Մետան թողարկեց վերջին տարիների իր ամենամեծ ափդեյթը՝ Andromeda-ն, որն ամբողջովին փոխեց մեր մոտեցումը Meta-Edge-ին։ Այսօր սովորելու ենք, թե առհասարակ ինչ է Andromeda-ն, ինչ փոփոխություններ ա բերել, ու թե ոնց կարող ենք ունենալ արդյունավետ գովազդներ 2026 թվականին Meta-ի Andromeda ափդեյթից հետո։ Ես Դավիթն եմ, թվային մարքեթինգի մասնագետ արդեն 6 տարվա փորձով եւ Meta-Edge-ի վրա ծախսել եմ մոտավորապես $500,000։ Так, եկեք սկսենք ամենասկզբից։ Ինչ է Andromeda ափդեյթը։ Ուրեմն, ես փորձել եմ այսպես գրաֆիկական պատկերով ցույց տալ, ինչա այդ ափդեյթը, ինչ է անում մեր գովազդների հետ։ Պատկերացրեք, դուք ունեք բիզնես, հա, ինչ-որ ոլորտում, ու դուք միանշանակ ունեք մրցակիցներ, որոնք վաճառում են նույն պրոդուկտը կամ առաջարկում են նույն սերվիսը, ծառայությունը, ու ձեր առաջարկը շատ մոտ է ձեր մրցակիցների առաջարկներին։ Իհարկե որոշակի տարբերություններ լինելու են, եթե չկան, ապա պարտադիր պետք է լինեն, որովհետև դուք պետք է ինչ-որ ֆակտորներով տարբերվեք ձեր մրցակիցներից, բայց հիմնականում, երբ որ խոսում ենք բուն պրոդուկտի կամ ծառայության մասին, այդտեղ նմանությունները շատ են։ Ու պատկերացրեք, այս միած փուլ է, հա, այսինքն մեծ ավազան գովազդների, ու այս Andromeda update-ից հետո Meta-ի ալգորիթմը սկան է անում շատ արագ, ասենք շատ մոտավորապես սկան է անում այդ ոլորտի գովազդները, հա, խոսենք կոնկրետ ոլորտից։ Ու այդ սկանից հետո ինքը ֆիլտրում է, մի քանի փուլով ֆիլտրացիա է անում, ընտրում է մի քանի գովազդներ։ Հիմա այս քառակուսիները, որոնք բոլորը իրար նման են, հա, իդենտիկ քառակուսիներ են, սա ես հատուկ եմ այսպես արել, որովհետև պատկերացնենք դուք ու ձեր մրցակիցները նույն ոլորտի, այսինքն գովազդ միացնողները, շարժում են մեկ ոնց որ կոնցեպտով, ենթադրենք բոլորը անում են նույն տիպի ռիլեր, ասենք ինչ որ մի թրենդային բան կա, բոլորը սկսել են այդ անել ու դրա վրա գովազդ միացնել։ Հիմա այս ալգորիթմը AI ինքը սկան է անելու ու սրանցից ընտրելու է մի քանիսը։ Թե ոնց է ընտրում, ինչ կրիտերիաներով եւ այլն, դա ոչ մեկ չգիտի, բայց հենց մոտավորապես զուտ ալգորիթմին ինչ որ չափով ծանոթ լինելով կարող ենք ենթադրենք, որ ինքը զուտ ընտրելու է ամենալավերը, այսինքն ինչ որ մի քանի կրիտերիայով ամենալավերը ընտրելու է ու դրանք ստանալու են ավելի շատ impression-ներ այն մարդկանց, ում դուք թիրախավորում եք կամ ալգորիթմը ինքն իրենով թիրախավորում է, ցույց է տալու այս մի քանիսը։ Այսինքն, եթե ձեր գովազդը չկա ստեղ, ֆիլտրացիան չի անցնում, ապա դուք ունենալու եք շատ բարձր արժեքներ, հա, գովազդի շատ բարձր cost-եր, դուք գնալու եք, որ ձեր CPM-ը հասել է երկինք, ահա որ թանկ գումար եք վճարելու ու արդյունքում ունենալու եք ոչ շատ լավ արդյունքներ, հա, այսինքն այն նպատակները, որոնք դուք ունեք ձեր գովազդների հետ կապված, չեն արդարացվելու։ Հիմա ինչ անել։ Եկեք պատկերացնենք զուգահեռ մի հատ այսենց օրինակ։ Էլի ինքը ավազանա գովազդների, էլի ստեղ նույն ոլորտն է, հա, դուք ու ձեր մրցակիցները, ու էլի աշխատում է լրիվ նույն ձև ալգորիթմը, էլի ֆիլտրացիա է անում, ընտրում է որոշակի լավ աշխատող կամ լավ պոտենցիալ ունեցող գովազդներ։ Հիմա ինչ տարբերություն ենք տենում ստեղ ու ստեղ։ Այս քառակուսին շեղանկյունը, աստղիկը, եռանկյունը իրանք գովազդների տարբեր ֆորմատներն ու տարբեր կոնցեպտներն են։ Այսինքն, եթե դուք մի կոնցեպտով գնալու փոխարեն գնում եք մի քանի կոնցեպտով գովազդ ունենալու ճանապարհով, հավանականությունը, որ դուք ունենաք ավելի լավ արդյունքներ, այսինքն հավանականությունը, որ դուք կհայտնվեք ձեր թիրախային լսարանի առաջ, անհամեմատ մեծանում է, հա։ Ինչի՞։ Շատ պարզ պատճառով, որովհետև եթե ստեղ ասենք օրինակ վիդեոյի օրինակը բերեցինք, օրինակ 10 company-ա, 10 ընկերությունն է, որ առաջարկում ասենք մոտավորապես նույն ծառայությունը ու բոլորը ունենում են իրար շատ մոտ իդենտիկ գովազդներ, ապա այստեղ տարբերվելը թե ալգորիթմի համար եւ թե այդ մարդկանց համար շատ բարդ է։ Իսկ եթե դուք ունենում եք ենթադրենք վիդեո, static ad, այսինքն սովորական մեկ նկարով գովազդներ, carousel ad, կատալոգ ad, եթե ունեք վեբսայթ կցած, հա, չգիտեմ, dynamic ads, էլի մենակ վեբսայթին է վերաբերվում, ապա հավանականությունը շատ մեծանում է, որ դուք ամեն կատեգորիայից, ամեն հա տիպից ունենաք հաղթող գովազդներ ու այդ գովազդները իդոկում կհայտնվեն ձեր լսարանի առաջ, շատ ավելի մեծանում է։ Հիմա ես ուրեմն մշակել եմ այսպեսի մի հատ կոնցեպտ, հիմա մանրամասն քայլերով հերթականությամբ կանցնենք, թե ոնց պետքա պայքարել Andromeda update-ի
հետևանքների դեմ, հա, ոնց պետք է այս update-ից հետո առնվազն փորձել ունենալ լավ արդյունքներ։ Ուրեմն, սա մեր հիմնական campaign-ն է, main campaign, եւ ինքը ունենում է մի քանի adset-եր։ Հիմա հերթով բոլորի վրայով կանցնենք, բոլորը կներկայացնեմ, որպեսզի ձեզ մոտ հարցեր չմնան։ Ուրեմն սա մեր հիմնական campaign-ն է, որը մեզ համար պետք է հանդիսանա ոնց որ արդյունք գեներացնող, եկամուտ գումար գեներացնող արշավ։ Այս հիմնական արշավում ունենում ենք մի հատ հիմնական adset, ու սենց տեսեք, ես նշել եմ փակ 1, փակ 2, փակ 3, այս փակերը ոնց որ պատկերացրեք ինչ-որ մի հատ խումբ են, հա, փաթեթ, ոնց որ գովազների փաթեթներ։ Հիմա այս հիմնական արշավը հիմա կարող թողնենք հանգիստ, որովհետև հələ վերադառնալու ենք ու ավելի լավ բացատրեմ ինչի համար է, բայց ամեն դեպքում սա մտապահեք, մտով հիշեք, որ պետք է ունենալ մի հատ հիմնական campaign, մեր դա կոչվում է scaling campaign, հա, որը մեզ հիմնականում գեներացնում է եկամուտ, վաճառքներ, արդյունքներ, ու սրանից բացի ունենում ենք եւս մեկ campaign։ Հիմա եկեք սկսենք հենց այդ campaign-ից։ Ուրեմն սա կոչվում է testing campaign։ Եթե ուշադիր եղաք, այստեղ ես այդ set-երը բոլորը նշել եմ փեքերի ոնց որ համարներով, այսինքն փաթեթների համարներով։ Ինչ է սա նշանակում։ Այս փեքերից յուրաքանչյուրը ունի գովազներ, հա, ու եթե ուշադիր եք, գովազները իրանք տարբեր ֆորմատների, տարբեր տիպերի են։ Տեսեք, ուրեմն process-ը հետևյալն է։ Մենք սկսում ենք testing campaign-ից։ Ուրեմն, օրինակ, այսօր հունվարի 25-ն է, ու մենք այսօր որոշում ենք սկսել, հա, աշխատել այս ֆորմուլայով, հա, այս բանաձևով։ Մենք վերցնում ու փորձում ենք ստեղծել հնարավորինս շատ գովազներ, հնարավորինս տարբեր ֆորմատների։ Օրինակ, վիդեո 1, վիդեո 2, static ad 1, կարուսել 1, կատալոգ ads 1, հա, ու ինչքան շատ այնքան լավ։ Շատ տարբեր էքսպերտներ խորհուրդ են տալիս ընդհանուր մինչև 50 ad ունենալ, իհարկե հասկանալով, որ դա բյուջեի հետ է կապված, դա լիք այլ ռեսուրսների հետ է կապված, ես կոնկրետիվ չեմ նշի, բայց խորհուրդ եմ տալիս ինչքան հնարավոր է շատ։ Գոնե ամենակիչը 15-ից 20 հատ ad ու բոլորը կատեգորիկ տարբեր կոնցեպտներով պետք է ունենալ։ Հիմա ենթադրենք այդ 20-ից 5-ը վիդեո են։ Ես դեռ օրինակ երկուսն եմ նշել 5 հատի մեջ։ Ոնց ենք վարվում այս վիդեոների հետ։ Ուրեմն վիդեոները պետք է լինեն իրարից կատեգորիկ տարբեր ֆորմատների։ Օրինակ, մեկը ենթադրենք էսի ինչ-որ մի տրենդային reel է, հա, որ տեսել եք ձեր նիշայում ինչ-որ դրսի բրենդ օգտագործել է ու լավ ոնց որ թվեր է գեներացրել, հա, լավ viewer է ունեցել, լավ լայքեր, կոմենտներ եւ այլն, ու որոշել եք դուք էլ տենց reel նկարեք։ Այս երկրորդը ու նաեւ երրորդը, չորրորդը, 5-րդը պետք է լինեն սրանից շատ տարբեր։ Այսինքն օրինակ երկրորդը կարող լինի UGC, հա, ասենք ձեր հաճախորդներից մեկին, ով ռեալ հաճախորդը օգտվել է ձեր product-ից կամ ծառայությունից, խնդրում եք նկարել տենց testimonial, հա, կարծիք, հա, օրինակ որ ես այսինչ մարդն եմ, օգտվել եմ այսինչ բրենդից, ունեցել եմ այսինչ արդյունքները եւ այլն։ Դա կարող լինի գումարի դիմաց, կարող լինի բարտերով, էական չի, միտքը նա է, որ լինեն իրարից ահավոր տարբեր։ Երրորդը կարող լինի, ասենք, զուտ product-ը, այ եթե ֆիզիկական product-ը, զուտ տենց սիրուն վիդեո եք որոշել նկարել, ու տենց շարունակ։ Չորրորդը պետք է լինի, չգիտեմ, ասենք ձեր founder-ն է խոսում, բրենդի հիմնադիրն է խոսում, ասում է ես այսինչ մարդ եմ, հիմնադրել եմ այսինչ բրենդը, որովհետև այդ why-ը, այդ ինչուն շատ կարևոր է, հա, որովհետև այսինչ, հիմա մենք այսինչ նպատակներ ունենք, այսինչ product-ներ ենք ստեղծել ու պլաններում ունենք նորերը ստեղծել եւ այլն։ Այսինքն իրարից պետք է լինեն շատ տարբեր։ Նույնը static ad-երի դեպքում, այսինքն մեկ նկարով գովազների դեպքում։ Եթե մեկը կլինի, ասենք, սովորական, այսինքն ինչ որ մի հատ տեկուս սպիտակ background, վրան պրոստը տեքստ գրած սևով, մյուսը պետք է լինի product-ի նկար, headline, տակը նկարագրություն եւ այլն։ Երրորդը պետք է լինի, ասենք, չգիտեմ, էլի founder-ի նկարը, իր մասին ինչ որ բան, բրենդի վերաբերյալ, իհարկե product-ի վերաբերյալ ու տենց շարունակ։ Այսինքն, այստեղ ունենք երկու քայլ։ Առաջինը ունենալ տարբեր ֆորմատներ, ֆոտո, վիդեո, կարուսել եւ այլն։ Երկրորդը այդ ամեն յուրաքանչյուր ֆորմատի մեջ ունենալ տարբեր կոնցեպտներ։ Այդ կոնցեպտ բառը շատ կարևոր է, խնդրում եմ դրան շատ մեծ ուշադրություն դարձրեք, որովհետեւ հաջողության բանալին այս update-ից հետո կայանում է հենց դրանում, հա։ Այս հասկացանք։ Հիմա մենք ստեղ ունենք ենթադրենք 20 հատ ad, տարբեր ֆորմատներ եւ տարբեր կոնցեպտներ, տարբեր կառուցվածքներ, սրանք միացնում ենք, հա։ Սրանք այս մի հատ ad set-ով
Իդեպս այդ սեթի անունը, որ ես կերել եմ փակում եք, դուք կարող եք նշեք օրինակ ամսաթվը, որ ձեզ համար ավելի հեշտ լինի կողմնորոշվել կամ թեկուզ հենց նայես ձեզ ոնց հարմար է։ Ինչ է գալիս հետո։ Սպասում ենք մոտավորապես 14 օր։ Ինչի 14 օր, որովհետև եթե դուք ունեք այսքան շատ կրեատիվներ ու հատկապես եթե ունեք ոչ մեծ բյուջե, ապա ալգորիթմին ոնց որ լավագույն գովազդները որոշելու համար ժամանակ է պետք լինելու։ Եթե դուք միացնում եք, ասենք, գովազդ օրական մոտ $1000, ապա 14 օրը կլինի ավելի քիչ, կլինի 7 օր, 5 օր, բայց ինչքան շատ է, այնքան լավ իրական։ Հիմա ընթացիկ մի հատ բան կասեմ, այս ողջ ոնց որ համ այս վիդեո դասը, համ այս ֆորմուլան, առհասարակ Andromeda update-ը ավելի շատ սկզբում վնաս է հասցրել, հա, ու հիմա սրանից կարան օգտվեն հիմնականում այն բրենդները, այն բիզնեսները, ովքեր իրենց գովազդներին մոտենում են շատ լուրջ։ Այսինքն եթե դուք օրինակ միացնում եք $5 գովազդ, հա, օրական, տենց մի շաբաթ գնում է, հետո անջատվում է գովազդը կամ գնում է, որտեղ քարտին գումար չի եղել, հետո ասում եք լավ, դե մի 10 օրից փոխը գցեմ քարտին, նորից կաշխատացնեմ, այս դաժե կարող եք skip անեք, որովհետև ձեզ համար տենց ասոբը ոչ մի բան չի փոխելու։ Եթե դուք ձեր գովազդներին նայում եք որպես ձեր բիզնեսի համար եկամուտ գեներացնող ոնց որ մեքենա, հա, ապա սա ձեզ համար է։ Եթե չէ, հա։ Հիմա այս 14 օրը անցավ, մենք ունենում ենք winner concept, այսինքն հաղթող կոնցեպտ։ Ոնց ենք սա որոշում, ուրեմն մի քանի մետրիկա կա, ես կնշեմ երևի թե 2-ը կամ 3-ը հիմա, որոնց պետք է նայել։ Այսինքն այս 20 հատից մենք ունենալու ենք արդյունքներ, ինչ որ մեկից շատ լավ, ինչ որ մեկից շատ վատ, ինչ որ մեկից միջին, ու այս հետևյալ մետրիկաները, որոնք հիմա պետք է նշեմ, պետք է առաջնորդվին։ Ուրեմն առաջին եւ ամենակարևոր երևի թե մետրիկան եկեք նաեւ ստեղ գրեմ, դա լինելու է մեր ad spend-ը։ Հիմա ինչի ad spend-ը ու ոնց ենք դրան նայում, հա։ Այդ spend-ը դա բարձր ցույց է տալիս, թե որքան գումար է ծախսել տվյալ ad-ը։ Ենթադրենք այս 14 օրում մենք ունեցել ենք, ասենք գցենք լավ օրը $100, 14 օրում մենք ծախսել ենք $1400։ Ու այդ 1400-ից մոտ 800-ը տարել է մի հատ ad։ Օրինակ ենթադրենք այս, չգիտեմ։ Facebook-ը միշտ բյուջեն բաշխելուց ուշադրություն է դարձնում եւ ներկա արդյունքներին այդ ad-ի եւ իր պոտենցիալին։ Այսինքն ամենասկզբում, երբ որ դուք հենց սրանք ոնց որ launch արեցիք, միացրեցիք այս փաթեթը, այս փեքը, ինքը շատ կարճ ժամանակ բոլորին տալու է ինչ որ հավասար կամ պլյուս մինուս մոտավորապես հավասար բյուջե։ Ու այդ կարճ բյուջեի շնորհիվ ինքը հասկանալու է, թե որը կամ որ 2, 3, 4-ը ունեն ամենամեծ պոտենցիալը։ Իսկ թե ոնց, շատ པարզ, երբ որ ինքը տալիս է, ենթադրենք, ասենք շատ կոպիտ օրինակով, հա, 20 հատը ամեն մեկին մի հատ արագ տալիս է $1, ու տենում է այդ $1 դիմաց սրանցից ամեն մեկը ինչ արդյունք է բերել։ Ու այդ արդյունքը բնականաբար մենակ վաճառքը չէ, այդ արդյունքը engagement-ն է նաև, օրինակ, եթե երկու հատ 5 հատ, հա, 5 տարբեր կոնցեպտով վիդեոներ են, ինքը նայում է ալգորիթմը նայում է, թե որի հետ են մարդիկ ավելի շատ engage եղել, like-ել, share արել, save արել, որ վիդեոներն ավելի շատ նայել, հա, average watch time-ը։ Ու այս ամեն ինչը հաշվի առնելուց հետո ինքը կամաց արդեն հասնում է այդ этаպին, որ բյուջեն բաշխում է ըստ ամենամեծ պոտենցիալ ունեցող գովազդի։ Հիմա ենթադրենք այսը ունեցել է $800, այս մեկը ունեցել է $100, այս մեկը 70 ու մնացածը տենց ասենք մոտ $20, հա, ասենք 10-ից $20, որոշները նույնիսկ կարող է ընդհանրապես չստանան բյուջե, որովհետև Facebook-ը կարող է գտնի, որ դա պոտենցիալ չունի այդ գովազդը։ Ու եթե սա ստացել է $800, դա մեզ համար ամենաառաջին ու կարևոր ազդակն է, որ այս գովազդը այս փեքից ամենալավն է, ամենաարդյունավետն է։ Սա առաջին կարևոր մետրիկան։ Երկրորդ մետրիկան բնականաբար լինելու են impression-ները։ Այս երկուսը իրական իրար հետ շատ ուղղակի կապ ունեն, որովհետև ինչքան շատ այդ spend բնականաբար այնքան շատ impression, եթե իհարկե CPM-ները տենց շատ մեծ չեն տարբերվում։ Եվ երրորդ մետրիկան դա արդեն նույնը մեր արդյունքները։ Եթե օրինակ դրել եք sales objective-ով գովազդ, այսինքն որ մարդիկ գան ձեր կայք ինչ որ գնում անեն, դա լինելու է մեր մի հատ վաճառքի գինը, հա, կամ ավելի sense global կանենք ասենք CPA, cost per action։ Եթե դա նամակ է, մեկ նամակի արժեքը, եթե զանգ է, մեկ զանգի արժեքը, հա։ Ու այս 3 մետրիկաներին նայելով
մենք որոշում ենք այս փեքից լավագույնները։ Հիմա քանի հատ ենք որոշում, եւս մեկ կարևոր հարց։ Եթե մենք ունենք մի հատ add, այսինքն առաջին, հա, top 1 հորիզոնականում գտնվող add-ը երկրորդ հորիզոնականում գտնվող add-ից ենթադրենք սրանից տարբերվում է ոնց որ ահռելի մեծ չափով, հա, ասենք այս մեկը $800 է ստացել, այս մեկը ենթադրենք 200 ու impression-ները ու CPA-ը էլի նույնպես շատ տարբերվում են, ապա սա միանշանակ ոնց որ մեզ համար ազդակ է, որ winner-ը մենակ սա է, մենակ այս կոնցեպտն է։ Եթե իրենք իրար շատ մոտ են, ասենք այս մեկը 800, այս մեկը 700, այս մեկն էլ 650, ապա մի հատ պետք է նայեք այս լրացուցիչ մետրիկաներին, սրան եւ որոշ դեպքերում եթե այդ տարբերությունը չնչին է, նաեւ նայեք CTR-ին, CPC-ին, հա, CPM-ին, ու դրանցով որոշեք ձեր ոնց որ winner-ները։ Այս իմ նկարագրած սցենարը, որ կարա 3 հատ, նույնիսկ 4 հատ winner concept լինի, ինքը շատ հազվադեպ է հանդիպում, հիմնականում լինելու է 1 կամ 2։ Ու այդ պարագայում ձեր ընտրությունը շատ հեշտ է լինելու, եթե այդ երկուսը իրար մոտ են, ապա երկուսն էլ հաղթող են, եթե առաջինը երկրորդից շատ է տարբերվում, ուրեմն հաղթողը մենակ առաջինն է, հա։ Ամեն ինչ շատ բարձր է։ Հիմա մենք որոշեցինք արդեն մեր հաղթող կոնցեպտը, իդեպ ստեղ շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնենք, ստեղ հաղթողը ոչ թե կոնկրետ կրեատիվը, այլ կոնկրետ կոնցեպտը։ Ինչի, որովհետև ենթադրենք մենք ունենք այս կոնցեպտով մի հատ add, ու ոչ թե ենթադրենք, այլ տենց էլ պետքա լինի, որտեղ արդեն խոսեցինք, որ կոնցեպտները իրարից պետքա լինեն շատ տարբերվող։ Այս կոնցեպտը, որը ենթադրենք պրոստը ինչ-որ background-ի վրա տեքստ է, այսինքն ոչ մի վիզուալ չկա, ոչ մի ուրիշ էլեմենտ չկա, ֆոտո չկա, պրոստը սպիտակ background-ը, վրան սևով գրած տեքստ, ձեր product-ի կամ ձեր լսարանի մասին էական չի։ Մենք ունենք, որ այս կոնցեպտը աշխատում է, բայց աշխատում է կոնցեպտը, ոչ թե կրեատիվը։ Եթե մենք վերցնենք այդ նույն կոնցեպտը, էլի տենց background-ի վրա տեքստ, բայց ունենանք 5 հատ գովաց տարբեր տեքստերով, հա, այսինքն այնտեղ բառերը մի քիչ փոխենք, ասենց չգիտեմ, ստորակետներ, վերջակետներ, էական չի, կարևորը այն է, որ կոնցեպտը պահում ենք նույնը, կրեատիվները փոխում ենք։ Այսինքն տարբեր թեստինգներ ենք անում։ Մենք չգիտենք, արդյոք այս մեկը, որ այնտեղ հաղթել է, էլի կհաղթի այնտեղ։ Կարա լինի, կարա չլինի։ Կարող է այդ կոնցեպտով մենք տեսնենք, որ տեքստը մի քիչ փոփոխեցինք ու մի հատ ուրիշ add, որը փոփոխված է, ավելի լավ է աշխատում, հա։ Այսինքն ստեղ շատ կարևոր է ֆիքսել, որ մենք թեստինգ ենք անում կոնցեպտները, այլ ոչ թե բուն կրեատիվները։ Okay։ Ստեղից անցանք։ Հիմա մենք արդեն երբ որ ունենք մեր հաղթող կոնցեպտը, մենք այս հաղթող կոնցեպտով ստեղծում ենք հնարավորինս շատ գովազդներ։ Այդ նույն օրինակով շարունակենք, սպիտակ background-ի վրա սևով գրված տեքստ, մենք դրանով ստեղծում ենք էլի մոտ մի 15-ից 20 հատ գովազդ։ Okay։ Այդ գովազդները երբ որ մենք ստեղծում ենք, այս պատկերացրեք այդ ավազանն է, հա, երբ որ մենք ստեղծել ենք մեր հաղթող կոնցեպտով մոտ 20 հատ գովազդ, հիմա դուք կարաք հարցնեք, որտեղ ենք սա միացնում։ Այս կոնցեպտով հաղթող կոնցեպտով նոր add-երը այսպես գալիս են այստեղ։ Պատկերացրիք, այսինքն սա այն մեր main campaign-ների հիմնական արշավներ, որի մասին ասացի դեռ կխոսենք, ու հիմա հենց իր ժամանակն է արդեն։ Այդ 20 հատ վիզուալը, որ սպիտակ background-ի վրա սևով տեքստ է գրած, ու մենք 20 հատ տարբեր տեքստերով, տարբեր վարիացիաներով ստեղծել ենք, իրանց միացնում ենք մեր հիմնական campaign-ի առաջին փաթեթի մեջ։ Okay։ Ու ինչա կատարվում հետո։ Ստեղից մենք էլի ունենում ենք որոշակի արդյունքներ։ Ստեղ էլի սպասում ենք, ստեղ իրականում կարող է չսպասենք 14 օր, որովհետև մենք գիտենք, որ այս կոնցեպտը արդեն աշխատող է։ Մենք հիմա պետք է հասկանանք կրեատիվները, կոնկրետ որն է լավ աշխատում։ Այս օրինակում օրինակ հասկանանք, որ տեքստն է լավ աշխատում։ Ստեղ կարող լինի այդ թեստային պերիոդը 7 օր, 10 օր, 5 օր, հա, էլի նորից եմ ասում, ստեղ շատ մեծ բան կախված է ձեր բյուջեից, ինչքան բյուջեն մեծ, այնքան թեստինգ պերիոդը ավելի կարճ։ Դրա համար ես միշտ խորհուրդ եմ տալիս միացնել ավելի շատ բյուջեով։ Այս 20 հատ վիզուալները, որ ստեղ ունենք, հա, այս սրանք։ Ինչ որ ժամանակ հետո, 7 օր, 10 օր հետո մենք ստեղ էլի ունենալու ենք winner-ներ, հա, այսինքն օրինակավոր տեսնենք, որ 2 հատ տեքստը, 2 հատ վիզուալը աշխատել են շատ ավելի լավ, քան մնացած 18-ը։ Հա, այսինքն այդ տարբերությունը 2-ից մինչև 3, հա, ու մնացածը ահռելի է։ Այդ նշանակում է, որ այդ 2 հատը գալիս են մեր հիմնական ad set։
հա, ցենց երկու հատ անեմ։ Ու այս հիմնական add set-ը ինքը ծառայելու է որպես մեր եկամտի աղբյուր։ Ինքը երկու հատ է, այսինքն այս ամբողջ process-ը սա է։ Ու երբ որ այս երկու հատը եկան ստեղ, իրենք արդեն սկսում են մեզ համար ոնց որ եկամուտ վաճառք գեներացնել, իրենք աշխատելու են ինչ-որ ժամանակ։ Այսինքն նես չի, որ տենց հավերժ այդ գովազդները աշխատելու են, ինչ որ մի գովազդի դեպքում դա կարող լինի 3 ամիս, ինչ որ գովազդի դեպքում դա կարող լինի 1.5 տարի, բայց դուք այդ հասկանալու եք մենակ ոնց որ ընթացքում, հա, այսինքն երբ որ ինչ որ ժամանակ հետո ինչ որ ժամանակի ընթացքում հասկանաք, որ ձեր cost-երը կամած հենց սկսում են բարձրանալ, հա, այդ արդեն նշանակում է, որ այս կրեատիվը կամած իրան սպառում է։ Հիմա ինչ ենք անում հետո, այս ամեն ինչին զուգահեռ։ Մենակ այն, որ մենք ունենք արդեն այս թեստից բարձված մի հատ winner concept ու այդ կոնցեպտից հաղթած վիզուալներ ու մենք ունենք լավ գովազդ, հա, այս է լինելու մեր հիմնականը, չի նշանակում, որ մենք պետքա ձեռքերս ծալենք ու նստենք, սպասենք, որ սա մեզ համար մենակ արդյունք գեներացնի։ Իհարկե գեներացնելու է, բայց մենք կարող ենք անենք ավելին։ Ու ինչ ենք անում, նույնը անում ենք այստեղ։ Այսինքն օրինակ այս 14 օրը, որ մենք այստեղ սպասում ենք թեստի արդյունքներին, մենք այդ 14 օրը կարող ենք ծախսենք երկրորդ փաթեթով, ինչքան հնարավոր է շատ, այսինքն, հա, գովազդներ ստեղծելուն, որ հենց այս մեր թեստինգը վերջանա, արդեն մենք ունենանք այս մեր հիմնական campaign-ում գովազդներ, մենք նաև ունենանք սրա արդյունքները, հա, ու այս 14 օրը անցնի կոնցեպտը հասկանանք, հետո սրա օրինակով ստեղծենք այդ նույն կոնցեպտով հնարավորինս շատ գովազդներ ու այս ամբողջ process-ի ընթացքում անցնենք։ Հիմա իրականում քանի որ այդ կրեատիվների, այսինքն գովազդների թվերը բավականին շատ են, 20, 30, մինչև 50 նույնիսկ արդեն նշեցի, այս ամբողջը ժամանակատար process է։ Դրա համար կարող է օրինակ լինի, որ մի ամսվա ընթացքում դուք մի անգամ այս ամբողջ process-ի ընթացքով անցնի, ինչը վատ չի իրականում, բայց ել եմ ասում, ինչքան շատ, այնքան լավ, ինչքան շատ թեստավորում, այնքան ավելի արագ արդյունքներ, իսկ ինչքան ավելի արագ արդյունքներ, այնքան ավելի շատ ոնց որ վաճառքներ։ Ամբողջ process-ը սա է, հա, այսինքն Andromeda-ից հետո մենք պետք է անենք այսպես, ես բոլորին այսպես եմ խորհուրդ տալիս, ինքս նաև այսպես եմ անում, ու սա միայն իմ կարծիքը չի, սա շատ top էքսպերտների կարծիքն է, որ Andromeda-ն այս process-ը անելու շնորհիվ կամ պատճառով մեզ ոնց որ մեզ համար բավականին մեծ խնդիրներ է առաջացնում ու պայքարելու միակ ձևը հնարավորինս շատ, հնարավորինս արագ եւ տարբեր կոնցեպտներ թեստ անելն է, հա։ Եթե երկու բառով կամ մի նախադասությամբ փորձեմ ցենց ձևակերպել այս ամբողջը, որ համել ձեզ մոտ ավելի լավ տպավորվի, ավելի լավ հիշեք, սկզբում թեստ ենք անում կոնցեպտները, պարտադիր կոնցեպտները, հետո հաղթող կոնցեպտից թեստ ենք անում կոնկրետ կրեատիվներ, կոնկրետ վիզուալներ։ Ու դրանից հետո միայն այս երկու քայլը անելուց հետո միայն, երբ որ մենք ունենում ենք հաղթող, այստեղ արդեն ունենում ենք, հա, հաղթող կոնցեպտով հաղթող վիզուալներ, նոր այդ ամեն ինչը արդեն scale ենք անում այստեղ մեր հիմնական ad set ու արդեն ունենում ենք արդյունքներ։ Հիմա եկեք նաև տեղափոխվենք Ads Manager, այնտեղ էլ էս ամեն ինչը ցույց տամ, իհարկե փոքրինչ թռուցիկ, կարծում եմ, որտեղ ամեն ինչ շատ բարձր է, բայց ամեն դեպքում նորից վրայով անցնենք հենց պրակտիկորեն ու վերջ։ Եկեք սկսենք ամենասկզբից, campaign սկսելուց, հա, իրականում այստեղ գիտեմ, որ Հայաստանում հայկական շուկայում շատերը գնում են engagement կամ traffic կան, որ չունեն website, ու եկենք հենց այդ օրինակով անենք, որ ձեզ համար ավելի լավ պատկերացնելի լինի։ Այստեղ ես միշտ ընդունում եմ manual-ը, դեզ նույնը խորհուրդ կտամ, քանի որ այս tailored մոտեցումը Meta-ի դեռևս այդքան զարգացած չի, ինքը sales objective-ով գովազդների դեպքում ավելի լավ աշխատում, երբ որ դուք ունեք կայք Facebook-ում shop եւ այլն։ Budgeting-ից ես միշտ ընտրում եմ ad set budgeting-ը, հատկապես Andromeda-ից հետո, քանի որ արդեն պատկերացեցիք, որ ամեն budget, ամեն ad set ինքը առանձին է աշխատելու, նույնիսկ տարբեր ժամանակներ, հա, ու ինձ պետքա որ ես full control ունենամ իմ բյուջեի վրա ad set level-ում կամ եկեք լրիվ միանգամից անուններով անեմ, որ ավելի հեշտ ընկալելի լինի։ Եկեք սա համարենք մեր testing campaign-ը, քանի որ արդեն գիտենք, որ սկսելու ենք դրանից։
ու մեր առաջին adsset-ը ունենալու է Pick1 անուն, հա։ Այստեղ ունենալու է մեր առաջին փաթեթը կրեատիվ կոնցեպտների։ Այստեղ նպատակը դեր եթե նամակ ու անցնենք առաջ բյուջեի մասով, եկեք ենթադրենք $100, որը ծախսելու ենք մեր թեստավորման վրա։ End date միանշանակ չենք նշում, ինչի, որովհետև երբ որ մենք գնում ենք lifetime budget-ի ճանապարհով, ենթադրենք եկեք sense փորձեմ ցույց տամ։ Այսօր ամսի 25-ն է, ես Facebook-ին ասեմ, որ ես գովազդը սպահելու եմ մի շաբաթ։ Facebook-ը հասկանում է, որ անկախ նրանից թե ինքը ինչ արդյունք կգեներացնի իմ համար, ես sense տնենց մի շաբաթից այս գովազդը անջատելու եմ։ Իսկ այդ իր համար ազդակա ինքը դրանից ոնց որ հետևություն անում, որ ինչի լավ աշխատացնում ես գովազդը։ Իսկ եթե ես այդտեղ չեմ նշում end date, այսինքն Facebook-ը չգիտի ես այս գովազդը երբ եմ անջատելու, ալգորիթմը մտածում է, որ եթե ինքը ինձ համար գեներացնի լավ արդյունքներ, ես այդ գովազդը չեմ անջատի, հակառակը բյուջեն էլ կբարձրացնեմ, որովհետև եթե ես ծախսում եմ ավելի քիչ փող, քան ոնց որ դրա դիմաց ստանում եմ, բնականաբար ես կուզենամ այս գովազդը միշտ աշխատի։ Ու ալգորիթմը ճիշտ է։ Դրա համար ինքը փորձելու է այս պարագայում աշխատել ավելի լավ ու բերել ավելի լավ արդյունքներ։ Targeting-ի մասով, լսարանի մասով։ Ուրեմն Andromeda-ից հետո մեր ոնց որ targeting-ի option-ները գնալով ոնց որ պակասում են ու ես ոնց եմ անում, դες էլ խորտ կտամ, պետք է գնանք suggested audience-ի ճանապարհով։ Նախ մինչև այդ եթե ունեք հստակ լսարանի ու տարիքի հետ կապված սահմանափակումներ, դա անպայման նշեք, եթե երկիր է դες պետք է մենակ Հայաստան նշեք, այստեղ minimum age-ը 18-ից մինչև 25-ն է, եթե օրինակ դուք ունեք product, որը խստիվ 21+ է, հա, չգիտեմ, օրինակ կարող է legal-ը տենց սահմանափակումներ կան, ապա դե նշեք, եթե չէ, եթե ընդհանրապես ոնց որ նման սահմանափակումներ խիստ չունեք, ապա թողեք հենց 18 մնա եւ լեզուների մասով կարող է օրինակ դուք գովազդում եք ԱՄՆ-ի հայերին, հա, դուք երկիր նշում եք United States, բայց ուզում եք հայերին թիրախավորել, ապա այդտեղ լեզուն պետք է ընտրել հայերեն, որպեսզի ալգորիթմը հասկանա հայերեն խոսացող մարդկանց ցույց տա։ Ու այստեղ ավելի արդեն կարևորը suggestion audience-ը, տեսեք, մենք այլևս չունենք հնարավորություն խիստ թիրախավորում անելու։ Մենք կարող ենք մենակ առաջարկենք ալգորիթմին ինչ-որ լսարան։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ մենք տալու ենք իրան ինչ-որ տվյալներ, հա, interest, demographic տվյալներ, տարիք, սեր եւ այլն, բայց դա չի նշանակում, որ ալգորիթմը ցույց է տալու մենակ այդ լսարանում գտնվող մարդկանց։ Չէ, ինքը ցույց է տալու ում ցանկանա կամ ում գտնի, որ արդյունքը կարա տա, հա, մեզ, բայց ինքը սա համարելու է որպես խորհուրդ։ Այսինքն, եթե օրինակ եկեք հիմա փորձենք, հա, ենթադրենք 23-ից 33 տարեկան տղամարդկանց թիրախավորենք ու եկեք նշենք, ենթադրենք այնպիսի մարդկանց, ովքեր հետաքրքրված են սպորտով, հա, ասենց մի քանի բան նշենք, չգիտեմ, սպորտ, վարժություններ, okay, ենթադրենք սենց, ինքը սա համարելու է որպես առաջարկ, այսինքն այս լսանում գտնվող մարդկանց ցույց տալու է միանշանակ, բայց մի ֆակտ, որ մենակ այս լսարանն է ցույց տալու, հակառակը ինքը մեզ ասում է, որ ես դուրս եմ գալու այս լսարանի սահմաններից, բայց okay, եթե ինձ ոնց որ խորհուրդ ես տալիս, ես դա կընդունեմ եւ այդ լսարանին եւս ցույց կտամ։ Հիմա եթե ինքը ցույց տա այս լսարանին ու տեսնի, որ արդյունքները շատ լավն են մեր տված թիրախավորումով, ինքը աշխատելու է հենց այդ լսարանի սահմաններում էլ մնա։ Այսինքն եթե ինքը տեսնում է, որ լավ է աշխատում, էլ իմաստը որն է դուրս գա ուրիշ մարդկանց էլ ցույց տա։ Ցույց տալու է, բայց շատ փոքր բյուջե է հատկացնելու, հա։ Այսինքն սա կարևոր է, եթե դուք ունեք հստակ դատա, որ ձեր interest-ներից օրինակ X, Y, Z-ը, A-B-ին լավ են միշտ աշխատել, միանշանակ դա նշեք, որտեղ Facebook-ի համար է դա ազդակ, եթե ինքը տեսնի էլի լավ է աշխատում, ինքը հենց այդ մարդկանց էլ մենակ ցույց է տալու։ Ու հետո արդեն գնում ենք այստեղ placement-ների մասով էլ իրականում ես միշտ խորհուրդ կտամ ունենալ հստակ placement-ներ եւ բացատրեմ թե ինչի։ Advantage Plus-ը ուրեմն ինքը կարող աշխատի որոշ բրենդների, որոշ նիշաների դեպքում կամ նոր ակաունտների դեպքում, երբ որ դուք դեռևս չգիտեք ձեր placement-ներից որոնք են լավ աշխատում, բայց հստակ դատա կա, որ երևի 80-90% դեպքերում ամենալավը աշխատում են Instagram-ի պարագայում story եւ reel placement-ները։ Ինչի պատճառները իրականում բավականին տրամաբանական են, օրինակ կարող ենք խոսենք feed placement-ից, Instagram feed,
Շատերը, երբ որ scroll են անում իրենց feed-ում, օրինակ ձայնը անջատված է լինում։ Իսկ եթե դուք ունեք audio hook, այսինքն ձեր hook-ը, որ մարդկանց տիպի նայել վիդեոն ձայնային է, կամ երաժշտությունն է, կամ ինչ-որ մեկը խոսում է, հա, ու այդ մարդը երբ որ թերթում է, ինքը ձայնը չի լսում, ինքը չի կանգնի, հա, որտեղ ձեր hook-ը չի աշխատում, քանի որ ձայնը անջատված է։ Relay-ի դեպքում տես բան չկա, relay-ը հիմնականում իհարկե երևի 90% թերթում են մարդիկ ձայնով, նույնը story-ները, պլյուս story-ին շատ դեպքերում մի քիչ ավելի երկար կարալ մնա ու ավելի շատ ոնց որ շանս ունի մարդու ուշադրություն գրավելու, քան feed-ը։ Դրա համար ես միշտ միացնում եմ մենակ feed եւ reel եւ story, բայց սա չի նշանակում դուք էլ պետքա տենց անեք, դուք պետքա հիմնվեք ձեր իսկ data-ի վրա։ Այսինքն եթե դուք ունեք արդեն ad account-ի պատմություն, միացրել եք բավականին երկար ժամանակ գովազդներ, ունեցել եք արդյունքներ, դուք պետքա նայեք, որ placement-ն ամենալավը աշխատում ձեր պարագայում, ձեր բիզնեսի պարագայում ու հիմնվեք մենակ դրա վրա։ Ես այստեղ թողնելու եմ մենակ reel եւ story-ին, վերջին մոտ ակտիվ եմ մենակ Instagram stories եւ Instagram reels placement-ները։ Ու անցնում ենք արդեն մեր ad-երին։ Ad-երի մասով ոնց ենք անում։ Նախ անունը այնպես բան գրեք, որ ձեզ ավելի հեշտ լինի կողմնորոշվել, օրինակ գրենք video 1, կամ եթե դուք ունեք հստակ կոնցեպտների անուններ, քանի որ հիշում ենք առաջինը կոնցեպտներն ենք թեստ անելու, ավելի լավ է գրել վիդեոյի տվյալ կոնցեպտի անունը, հա։ Այս բaragայում քանի որ մենք դեռևս չունենք կոնցեպտներ, սենց թվերով ավելի հեշտ կլինի։ Իջնում ենք ներքև, այստեղ արդեն ընտրում ենք մեր creative-ը, որը պետք է լինի created, քանի որ իրատեսական չի, հա, ասենք ամիսը 1 50 հատ post անել edge-ում, մենակ թեստավորման համար եւ իրատեսական չի եւ ցանկալի չի, քանի որ դուք առանձին պետք է ունենաք հստակ content plan, content ռազմավարություն եւ մեկը մյուսին պետքա չխառնել։ Setup ենք անում մեր creative-ը, այստեղ եթե նամակները արդեն ընտրում ենք մեր introduction, հա, chat-ը, ու այստեղ մի հատ էլ շատ կարևոր բան, դա Facebook-ի creative enhancement-ներն են, որը հասանելի է լինելու, երբ որ մենք արդեն ընտրենք մեր creative-ը, դա իր music generation-ը, background generation-ը, ու sense տարբեր լիքը AI feature-ներ, որը վստահ եմ ծանոթ եք բոլորդ գիտեք, որ Facebook-ը առաջարկում է օգտագործել մեր գովազդներում։ Ես դրանցից 90%-ը միշտ անջատում եմ, քանի որ իրանք լավ չեն աշխատում։ Կարակ թողեք մենակ relevant comment-ների հատվածը, որ մարդկանց միանգամից ցույց տային comment-ները, որոնք ավելի relevant են, հիմնականում դա top comment-ներն են լինում, ավելի շատ like ունեցած comment-ները։ Մնացածը տենց կարակ հանեք, որովհետև իրանք համ օգուտ չեն տալու, համ որոշ դեպքերում նույնիսկ կարող խանգարեն։ Հիմա ենթադրենք այս սա արեցինք, մեր մոտ արդեն կա, publish ենք անում ու անցնում ենք սենց մեր մնացած կոնցեպտներին, հա, ասենք այս մեկն էլ մեր static ad առաջինն է, առաջին կոնցեպտով ու անցնում ենք էլի ամբողջ process-ով, կարգավորում ենք ամեն ինչ ու միացնում ենք գովազդ։ Ու սենց այն ամբողջ process-ը ինչ որ արել ենք այստեղ, այստեղ ունենք 5 հատ օրինակում մենք պայմանավորվեցինք, որ առնվազն 15-ից 20 լինի, ու այս ամեն ինչը անում ենք, վերջում տալիս ենք publish։ Publish-ից հետո արդեն մոտ 14 օր հետո մենք նայում ենք այս արդյունքներին, որոշում ենք winner concept-ը, հետո winner concept-ով ստեղծում ենք մաքսիմալ շատ գովազդներ, ու այդ շատ գովազդները արդեն, այստեղ ես հիմա ցույց չեմ տա ժամանակի առումով, ու այդ շատ կոնցեպտները արդեն բերում ենք այստեղ, այսինքն մենք սրանից բացի ունենում ենք մի հատ էլ main campaign, մեր հիմնական գլխավոր campaign-ը ու առանձին pack-ով, օրինակ այստեղ ես էլի խորտ կտամ ունենալ կոնցեպտի անունը, հա, կարող գրենք օրինակ pack 1 concept ենթադրենք X կամ եթե անուն ունի հստակ անունը ձեզ համար ավելի հեշտ կլինի կողմնորոշել։ Ու դրանից հետո արդեն եւս ինչ որ ժամանակ սպասում ենք ու լավագույն աշխատողները կամ եթե մեկն է լավագույն աշխատողը բերում ենք այստեղ, միացնում ենք մեր հիմնական ad-set-ում։ Այսքան էր մեր այսօրվա վիդեո դասը, հուսով եմ օգտակար էր, հուսով եմ լիքը բան սովորեցիք։ Դեպ տեղեկացնեմ, որ մենք նաև ունենք տարբեր գովազդային եւ մարքեթինգային ծառայություններ, օրինակ մենք կարող ենք վերցնել ձեր գովազդային կտորը բիզնեսի ամբողջությամբ մեզ վրա, մենք ունենք դասընթացներ, վերապատրաստումներ, խորհրդատվություններ եւ այլն։ Եթե կհետաքրքրի, եթե կցանկանաք, կարող եք գրել մեր Instagram-ի էջին եւ քննարկենք մանրամասները։ Իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ վիդեոյում, եթե ունեք հարցեր, կարող եք թողել մեկնաբանություններում, կփորձենք մաքսիմալ արագ պատասխանել բոլորին եւ առայժմ